Ին Գալստյան, ես գաղտնիք չէ, բազմաթիվ հասարակական կազմակերպություններից ստացել եմ գրավոր նամակներ կամ բանավոր ահազանգեր, որոնց մասին ստեղ հնչեցրել եմ առաջի քննարկման ժամանակ, այդպես էլ դուք հնչեցրեցիք կոնկրետ որ հասարակական կազմակերպությունների մասին է խոսքը, որտեղ իրանք պատճառաբանում են, որ ընդամենը մեկ հասարակական կազմակերպություն կա, ուղիղ ասեմ, որը ունի կացարան եւ շահագրգիռ ձեռք բերվող նախագծին։ Գաղտնիք չէ, հրապարակային ասում եմ այդ ամեն ինչը, ուզում եմ բացի այդ մեկ կազմակերպությունից անունը չեմ հիշի, երևի դուք հիշեք, որ այդ քննարկում եք ունեցել, ինչ այլ կազմակերպությունների հետա քննարկվել, հասարակական կազմակերպությունների հետա քննարկվել եւ նրանց դիտողությունները բովանդակային առումով ինչն ընդունվել, ինչն ամերժվել, այսինքն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, սա մեկ հարց, խնդրում եմ նշեք, որ պատասխանեք ամբողջական, որ առաջ գնանք։ Երկրորդ հարցը վերաբերելի է կացարաններին, Հայաստանի Հանրապետությունում քանի կացարաններ կան եւ արդյոք հնարավոր է այս մեկ տարվա անցումային դրույթներով սահմանված ժամանակահատվածում ամբողջական իրականացնել ձեր կողմից բերված նախագծի դրույթները, որպեսզի լինի արժանավատ եւ տեղին։ Սա երկրորդ հարց։ Կկրկնեք հարցը մենակ։ Կացարաններ Հայաստան Հանրապետությունում քանի գործող կացարաններ կան եւ քանի գլուխ թափառողջներ կամ կենթանիներ են պատրաստ ընդունելու եւ օրենքով նախատեսված բուժական գործունեությունը մնացածը բաց թողելու սահմանված ժամկետում պահպանելու գործառույթներ իրականացնել կենթանիների հետ կապված։ Երրորդ հարցը վերաբերվում է ընտանի կենթանիներին, այդ թվում հիմնականում շներին։ Մարդը իր շունը վերցրել է, մեր բանով ասած, այսպես որ գրական չնչի։ Դուք այդտեղ պետտուրքեր եք սահմանել, պետտուրքերի մասին չխոսեցիք, բացարձակապես չխոսեցիք ինքնակամ բուժառություն իրականացնելու հետ կապված, որոնց համար բավականին խիստ պատիժներ եւ վարչական պատասխանատվություն է սահմանվել, դրանց մասով պետք է բարձրաձայնենք, որ մեր լսողները եւ գյուղացիները կամ ընտանի շուն կենթանի պահողները իմանան, այսինքն նախորդ նախագծում բացեմ, այդևյալ կարգավորում էր, եթե շանտերը, որը որ պահե մեծացել է ինքնուրույն ինչ որ մի պատվաստում անում կամ չգիտեմ սրսկում է իրականացնում, որտեղ չկա անասնաբուժ, գաղտնիք չէ, Հայաստանի Հանրապետության ամենամեծ մասում այդ բանը փակած չի ծավալը, այդ մարդկանց նկատմամբ խիստ պատիժ եք սահմանել, կուզենամ դրանց մասին խոսել, այդ կարգավորումները, քանի որ դուք օրենքը նոր եք բերել, պատշաճ պայմաններ չկա, խստացումներ անմիջապես գալիս է հետևից։ Եվ այդ պայմաններում դրանց որոշակի ժամկետ տալուս եք այդ վարչականի գոնե այդ կացարանները մնացած անասնաբուժերով, բաներով ապահովեք, նոր կարողանաք այդ խստացումներն ու պատժամիջոցները կիրառ եք դրանց վրա, էլի։ Այսքանը պատասխանեք 5 հարց եղավ հետո կանցնենք առաջ, եթե ամբողջական պատասխանեք, ել փորձեմ արձագանքի ժամանակ կարճ լինեմ։ Շնորհակալ եմ հարցերի համար, ինչպես պարոն Ղալումյանը նշեց, հղիների քանակը շատ մեծ էր եւ նաեւ անհատ կենթանասերներ են մեզ դիմել, ես իսկապես չեմ կարող անունները մտաբերել, բայց ուսումնասիրել եմ բոլորի դիտարկումները բովանդակային առումով, առանց մտածելու, հա, այդ առաջարկի հետևում ով է կանգնած, զուտ որպես օրենսդիր օրենքը լավարկելու տեսանկյունից եւ իմ նշած 3 փոփոխությունների էս ընտրել, այսպես ասած, ֆիլտրել այդ ամբողջ դիտարկումներից, որոնք նպատակահարմար ենք համարել, ընդունել, գիտեք, կացարան ունեցող ՀԿ-ները հակառակ այդքան էլ շահագրգռված չեն, որ այսպիսի օրենք ընդունվի, ինչու, որովհետև պետությունն է այսուհետ կացարան ստեղծելու եւ կոպիտ ասած իրենց աշխատանքը ավելի կազմակերպված ձևով փոխարինելու է պետությունը։ Ես չեմ ուզում մենք այսպես դիտարկենք հարցը, բայց ամեն դեպքում ձեր տրամաբանությունը թերի այն առումով, որ շահագրգռված են, որ այս օրենքը լինի է։ Շահագրգռված են իսկական կենթանասերները, իրական կենթանասերները, իսկ մնացածի մասով գիտեք, ինձ թվում է պետք է կենտրոնանալ օրենքի բովանդակության վրա, ոչ թե նրա թե ում հետ են հանդիպումներ եղել են առանձին մեկ հասարակական կազմակերպության եւ մեկ փորձագետի հետ հանդիպում, որոնք ինձ դիմել են խնդրանքով, այդ հանդիպումը իրենք են նախաձեռնել եւ եղել է դրան հաջորդող արդեն ավելի մեծ քննարկում, մոտ 4 ժամ տևողությամբ, արդեն շատ ավելի, հա, մոտ 20 հասարակական կազմակերպության կամ ՀԿ-ների ներկայացուցիչներ էին, եղել է քննարկումը, հնչել են եւ բացասական եւ դրական կարծիքներ, ես որպես օրենսդիր այդ քննարկումից արել եմ հետեւություններ եւ ուզում եմ նկատի ունենալ, որ պարտադիր չի, որ բոլոր առաջարկները անպայմանորեն ընդունվեն, դա քննարկում է եղել եւ ոչ թե քվեարկություն։ Սա առաջին հարցի առումով, մնացածը համահեղինակ Տիկին Մանավեջյանը պատասխանի։
Տիկին Գալստյան, Եթե թույլ կտակ երկրորդ հարցով ասեմ կացարան։ երկրորդ չէր, 5 հարցից ոչ մեկ չպատասխանվեց։ 5 հարցից առաջինին է ես Մենակ պատասխանում։ խորհուրդ եք տվել ինձ, երբ եք պատասխանում։ Չէ, 5 ես ինձ մոտ նշել եմ 5 հարցերից միայն առաջինին ես պատասխանեցի, մնացածին մյուս համահեղինակը։ Հա, արձագանք եթե ունեք, խնդրեմ։ Պարոն Արձագանք ունի։ Հիմա բերեք որոշենք ով հարց տա։ Առաջին հարցին ես պատասխանեցի, թող արձագանք։ հարցը դուք տվել եք, հարցի 5 հարցից առաջին հարցին Տիկին Գալստյան պատասխանեց, Տիկին Մանավազյանն այդ հարցի մնացածին հարցը ով որ հարցին ով պատասխանել է տենց։ Թող արձագանքի։ Չէ, արձագանք մի անգամ ենք տալի։ Խնդրեմ Տիկին Մանավազյան։ Ես ուզում եմ ավելացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին Երևան համայնքում ունենք կացարան, Երևանի հոակը, կենթանիների հոակը, որը սպասարկում է նաև հանրապետությունով մեկ ծառայությունները մատուցում, ստեղծման եւ իր մոտ հնարավոր բոլոր ծառայությունները նաեւ ինչքան որ հնարավոր է հանրապետությունում փորձում է օգտակար լինել այդ առումով այդ պատճառով այս նախագծով մենք առաջարկում ենք մեծ մարզկենտրոններում ունենալ կացարան, տրամադրում ենք 1 տարի ժամկետ կարգերը սահմանելու լիազոր մարմնի կողմից եւ 1 տարի հետո այդ ժամանակահատվածը ձեր այս մյուս կետով թույլ է տալիս մյուս մնացած բոլորին պատրաստվեն եւ տեղեկանալ, այսինքն պատրաստ լինեն, որ 1 տարի հետո իրենք օգտվելու են օրենքի այդ դրույթներից Մոտ այս պահին նախորդ անգամ էլ ենք նշել 50,000 եւ ավելի թափառող կենթանիներ կան եւ իրենց սպասարկումը իհարկե 3 կացարանով կամ 4 կացարանով եթե սահմանափակվի եւ խնդիր լինի լիազոր մարմինը կունենա որոշում լրացուցիչ այլ կացարաններ ունենալու, բայց մեկնարկի համար մենք հեղինակներով քննարկել ենք, առաջարկել ենք լիազոր մարմնի նախնական 3 մեծ մարզկենտրոններում ունենալ կացարան։ Սպասարկման հնարավորությունները եւս լիազոր մարմինը կներկայացնի ինչքան ոնց, ինչ ծավալի, ինչ քառակուսու, ինչքան կենթավորություն կունենա սպասարկելու։ Եթե Երևանի հոակը կարողանում է հանրապետությունում ծառայություններ մատուցել, այդ կացարանների հոակ կամ պոակները եւս կկարողանան իրենց հարակից մարզերում այդ ծառայությունները մատուցել։ Իսկ турքերի մասով ես կասեմ, որ մենք առաջին երկրորդ ընթերցում դա քննարկել ենք եւ որևէ առաջարկ եւ փոփոխություն չեղավ, ըստ այդմ դա լրացուցիչ չներկայացվեց։ Ավելացնեմ ուղղակի հարցի հետ կապված, եթե կարելի է։ Ավելացրեք։ Քանի որ ես ինքս նաև առաջարկներ եմ ներկայացրել, բայց այդ առաջարկները եղել են հենց հասարակական կազմակերպությունների կողմից, իրենց անունն էլ եմ ուզում նշել, նոր կինոլոգիա հասարակական կազմակերպությունը բավականին մեծ փաթեթ էր ներկայացրել